Օհանավան գյուղի դպրոցի նախկին տնօրենն այսօր մնացել է առանց աշխատանքի։ Փիլիսոփայի ու պատմաբանի դիպլոմները Դովլաթ Կարապետյանին չեն օգնում։ Այսօրվա ղեկավարությունը այն ազնվորություններն են, ափսոսին վրա ասեմ ազնվոր, այն դժբախտություններ են, որոնք 40-45 տարեկանից հետո մարդ չեն ճանաչում։ Բարիստ իսկական իմաստով, բայց նրանք մոռանում են մի մեծ փիլիսոփայություն, եւ կենսաբանական, եւ գիտական, եւ հանրային մի մեծ փիլիսոփայություն կա, որ ասում է, եթե մարդու ուղեղը, հիշողությունը, տրամաբանությունը աշխատում են, ընդունակ է աշխատանքի։ Նախկին տնօրենը վստահեցնում է իրեն անօրինականն ազատել աշխատանքից միայն նրա համար, որ չի ցանկացել ենթարկվել Արագածոտնի մարզպետարանին։ Այսօրվա մարզպետը, որ այն ժամանակ նախկին մարզպետն էր, Դաշնակցական կուսակցության ներկայացուցիչը, որ ես անարմար եմ զգում այդ դարից ավել ապրած կուսակցության մեջ այդպիսի պատահականություններ կան։ Հիմա էլ այդ դժբախտությունը մեր մարզում վեր ընկած։ Իր նշանաբաներ, դպրոցի տնօրեններ, դուք երկու ձեռքով երեխաներին, ծնողներին թալանեք, ձեռքու կեսը մարզպետարանին բաժին անեք։ Ամբողջ կյանքն աշխատած Դովլաթ Կարապետյանը նեղ սրտում է, որ այսօր երեխաների հույսին է ապրում։ Զայրույթն ավելի է շատանում, երբ հիշում է իր աշխատածի դիմաց տրամադրվող թոշակը։ Եվ այսօր պետությունը երրորդ տարին է 32,000 բերել է 40,000։ Այդ դժբախտություն, այդ շակերտավորներ, լեք այդ 40,000-ը տան քեզ, ասենք մի շաբաթ, չեմ ասում 30 օր։ Ես էլ բոլորից նման, մեր հայ ժողովրդի ինչպես հատուկ է խղճով ազնվորություն ես, լեք 40,000 տան մի շաբաթ տեսնենք դուք ապրես, ապրելը մեծ հասկացություն է, չէ՞, ապրես բարոյաբես, ապրես հոգեպես հանգիստ, լավ զգաս քեզ մարդ։ Դժվարությունները սակայն չեն հուսահատեցրել նրան, արտագաղթել չի պատրաստվում։ Իմ դրախտավար երկրի սուրբ հողը չեմ թողնի, այնպես էլ իմ որդիներս, այնպես էլ իմ թոռներս, սա իմ հարստությունն է, իմ երկիրն է, իմ հողն է։